Այսօր խոսելու ենք մեթոդ միավորման կողմից մեթոդական աջակցության կազմակերպման մասին։ Տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքները շատ կարևոր է, որ վերահսկվեն նաև ոչ միայն ֆորմալ ուղղակի իրականացման տեսանկյունից, այլ նաև մեթոդական իմաստով ճիշտ ժամանակին եւ համապատասխան որակով կազմակերպելու տեսանկյունից։ Այդ պատճառով մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ մեթոդական աջակցությունն իրականացվում է երկու տիպի ուսումնական միջոցառումների համար։ Մենք ունենք միջոցառումներ, որոնք կազմակերպվում են ուսումնական պլանի պահանջով եւ օրինակ դրանք դասերն են, լաբորատոր աշխատանքները, ամփոփիչ աշխատանքները եւ այլն, այդ մասին քիչ հետո կխոսենք, եւ տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքներն են։ Հիմա հերթով դրանք դիտարկենք։ Այսպիսով, ուսումնական պլանով նախատեսված միջոցառումները, դրանք դասերն են, լաբորատոր աշխատանքները, թեմաների ամփոփիչ աշխատանքները, երկարյա պարապմունքները, ուսումնական նախագծերն ու էսսեները։ Ինչպես դուք տեսնում եք, այս ամենը մի գործընթաց է, որից յուրաքանչյուրը ունի հստակ իրականացման կանոններ, հստակ ուրեմն վերջնարդյունքներ եւ դրանց հասնելու համար անհրաժեշտ են կիրառել համապատասխան մեթոդներ։ Այդ մեթոդների ընտրությունը շատ կարևոր է արդյունքի հասնելու համար։ Հետևաբար մեթոդ միավորումը լինելով կազմված տարբեր մասնագետներից եւ իր մեջ կուտակելով բոլորի մեթոդական փորձը, ինչպես նաեւ նրանց հետազոտական ուրեմն մտածողությունը, կարողությունները, կարողանում է ուսումնասիրել մեթոդ միավորման տարբեր ուսուցիչների կողմից դասերի ընթացքում օգտագործվող մեթոդները ըստ նպատակի եւ խորհուրդ տալ ուսուցչին ավելի արդյունավետ մեթոդներ ընտրելու մասին անհրաժեշտության դեպքում իհարկե։ Այսինքն մեթոդական աջակցությունը այս դեպքում շատ կարևոր է։ Մեթոդական աջակցությունը բխում է նաև տարեկան պլանով նախատեսված աշխատանքների ժամանակ, որովհետև եթե մենք ունենք այդտեղ երկու մեծ հաշվով միջոցառում, դրանք տարբեր գրողների, գիտնականների հիշատակի օրերին նվիրված միջոցառումներն են, հիշարժան տարեթվերին նվիրված միջոցառումները, արտադասարանական միջոցառումները, ինչպիսին են տարբեր տեսակի մրցույթներ կամ բնապահպանական որոշակի միջոցառումներ եւ այս մասով նորից մեթոդ միավորումը մեթոդական օգնության ուրեմն հնարավորություն ունի խորհուրդներ եւ կազմակերպման եւ իրականացման փուլում, ինչպես նաեւ վերջում գնահատում է արդյունքները եւ մյուսը ուսուցիչների մասնագիտական զարգացման սեմինարներն են, որոնք հենց մեթոդ միավորումն է հիմնականում կազմակերպում, երբեմն այդ սեմինարները նախաձեռնվում են դպրոցի կողմից կամ նախարարության կողմից եւ այդ սեմինարների արդյունքում ուսուցիչները ստանում են մասնագիտական զարգացում, այստեղ է սկսում նաեւ մեթոդ միավորման մի նոր ֆունկցիա, որը երրորդ կետի հետ է կապված ներդպրոցական վերահսկողության հետ։ Ներդպրոցական վերահսկողությունը նախատեսված է, որպեսզի հնարավոր լինի ուսուցանով նախատեսված միջոցառումների արդյունքները գնահատել եւ տարեկան պլանով նախատեսված միջոցառումների արդյունքները գնահատել։ Ընդ որում երկու դեպքում էլ մեթոդ միավորման մասով մենք ունենք փորձագետի կարծիք, այսինքն եթե մենք ուսումնասիրում ենք մի միջոցառում, որը նվիրված է քիմիա առարկային, հետեւաբար քիմիայի մեթոդ միավորումը կամ բնական գիտությունների մեթոդ միավորումը կարողանում է ամենալավ գնահատականը մեթոդական տալ աշխատանքների արդյունավետության մասին, մեթոդների ճիշտ ընտրության մասին եւ այլն։ Հետեւաբար մենք կարողանում ենք նաև մեթոդ միավորումների օգնությամբ գնահատել այն բոլոր աշխատանքները,
որոնք իրականացվում են դպրոցում։ Մի դեպքում մի մեթոդ միավորումը իր կարծիքը կներկայացնի մյուսը։ Մյուս մեթոդ միավորումը կլինի նաև միջոցառումներ, որոնց մասին բոլոր մեթոդ միավորումը կլինի սեմինար նվիրված գնահատման։ Հետևաբար բոլոր մեթոդ միավորների ուսուցիչները կմասնակցեն այդ սեմինարին եւ բոլոր մեթոդ միավորները իրենց կարծիքները կներկայացնեն սեմինարի արդյունքում։ Մեթոդ միավորումները դասարանական կամ արտադասարանական միջոցառումների արդյունքների գնահատելով ներկայացնում են ուսուցչի կողմից ընտրված միջոցառման կազմակերպման մեթոդի արդյունավետությունը, սովորողների մոտ կարողունակության զարգացման գնահատումն իրականացնում է, սա շատ կարևոր է։ Մենք գիտենք, որ կարողունակությունը դա գիտելիքն է, հմտությունը, դիրքորոշումը եւ արժեքը։ Սրա գնահատումը մենք իրականացնում ենք ուսումնասիրելով վերջնարդյունքների հասնելու հանգամանքը։ Եթե նայում ենք վերջնարդյունքներին, տեսնում ենք, որ վերջնարդյունքները կազմված են 2 եւ ավելի կարողություններից։ Եթե մեր դասի կամ միջոցառման ընթացքում զարգացել է այդ կարողությունների մի մասը, նշանակում է զարգացել է վերջնարդյունքի մի մասը, ապահովել է մեր ցանկությունքի կատարումը մասնակի, բայց այնուամենայնիվ ապահովել է, ու դա բնական է, որովհետև հնարավոր չէ մեկ միջոցառման կամ մեկ դասի ընթացքում մի ամբողջ վերջնարդյունքի զարգացում ապահովել, եւ միաժամանակ մասնակիորեն զարգացած վերջնարդյունքը ապահովում է կարողունակության որոշակի չափով զարգացում, այսինքն կարողունակությունը զարգանում է ամբողջ ուսումնառության ընթացքում եւ այստեղ առարկայական կտրվածքով մեթոդ միավորումները կարողանում են շատ լավ գնահատական տալ այդ մասին եւ միջոցառման ծրագրում վերջնարդյունքների զարգացման պլանավորման գնահատումը արդյոք ճիշտ էր պլանավորել ուսուցիչը միջոցառման ժամանակ այն վերջնարդյունքները, որոնք կարող էր զարգացնել։ Եվ այս ամենը անպայման արձանագրվում է մեթոդ միավորման նիստում, ընդ որում արձանագրվում է մանրամասն, բովանդակությունը մանրամասն ներկայացվում է, խնդիրները մանրամասն ներկայացվում են, այն ուսուցիչները, ովքեր ունեն մեթոդական աջակցության կարիք մանրամասն արձանագրվում է, այն ուսուցիչները, ովքեր ունեն լուրջ ներդրում, նրանց խրախուսման հարցը մանրամասն արձանագրվում է։ Եվ մեթոդ միավորումը որպես մանկավարժական խորհրդի օրակարգի ձևավորող մեթոդ միավորման նիստում քննարկված բոլոր հարցերը եւ ուսումնական միջոցառումների գնահատումը եւ ՈՒԴԱՊ-ի միջոցառումների գնահատումը, սրանք այն բոլոր միջոցառումներն են, որը ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչի կատարումը, առարկայական ծրագրերի կատարումը, հետեւաբար սրանց գնահատման արդյունքում արձանագրության մեջ մեթոդ միավորման նիստի ձևավորված մանրակրկիտ վերլուծությունը եւ որոշումները տնօրենին հնարավորություն են տալիս ծանոթանալով դրանց ձևավորել մանկավարժական խորհրդի օրակարգը։ Սա շատ կարևոր է։ Իդեպ մեթոդ միավորները իրենք էլ կարող են ուղղակիորեն նախաձեռնել մանկավարժական խորհրդի օրակարգի ձևավորում, տնօրենին նախապես առաջարկելով այս կամ այն հարցը ընդգրկել օրակարգ կամ ուղիղ մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ առաջարկել օրակարգում փոփոխություն կատարելու հարցը։ Մեթոդ միավորումները ուրեմն իրենց կարծիքի մեջ ներկայացնում են սովորողների մոտ կարողունակությունների զարգացման անհրաժեշտությունը եւ վերջնարդյունքների պլանավորման գնահատումը։ Իրենք նաև իրականացնում են թեմաների ամփոփիչ աշխատանքների արդյունքների գնահատում, երկարօրյա պարապմունքների արդյունքների, նախագծերի ու էսսեների արդյունքների գնահատում եւ այս բոլոր գնահատումները հիմք են տալիս տնօրենին այս կամ այն հարցը բերել ուրեմն մանկավարժական խորհրդի նիստ, որովհետև հնարավոր է, որ բոլոր մեթոդ միավորումներում այդ հարցերը ուրեմն առաջանան։ Եվ ուսուցիչների թեմաներին ամփոփիչ աշխատանքների արդյունավետության գնահատումն է իրականացնում, երկարօրյա պարապմունքների արդյունավետության բարձրացման համար առաջարկություններ է ներկայացնում մեթոդ միավորումը, նախագծերի համար, էսսեների համար նորից աջակցություն է ցուցաբերում, որպեսզի որակը արդյունքը ավելի ու ավելի բարձր լինի։
Միջալոց այս բոլոր առաջարկությունները նաև հիմք են հանդիսանում տնօրենի համար, որպեսզի նա հաշվետվությունների ներկայացման ժամանակ ներկայացնի օրինակ իրենց մեթոդմիավորման տեսանկյունից այս բոլոր ուղղություններով ունեցած հաջողությունների եւ դժվարությունները եւ օրինակ տնօրենը տարբեր լիազոր մարմինների կողմից, մասնավորապես նախարարության կողմից պահանջվող հաշվետվությունները ներկայացնելու ժամանակ գրում է դպրոցի հաջողությունները եւ դժվարությունները այս կամ այն ուղղությամբ հենց հաշվի առնելով մեթոդմիավորումների արձանագրությունները որպես դիտարկելով մեթոդմիավորումը մասնագիտական, փորձագիտական կենտրոն դպրոցի համար։ Եվ մանկավարժական խորհրդի նիստում մեթոդմիավորման դերը եւս մեկ անգամ ուզում եմ կարևորեմ եւ ընդգծեմ, որ մանկավարժական խորհուրդը այն մարմինն է, որտեղ ուսուցիչները կարողանում են մասնակցել դպրոցի կառավարմանը, ինչպես օրակարգ ձևավորելով մեթոդմիավորման միջոցով, այնպես էլ տարբեր հարցերի վերաբերյալ որոշման կայացման ժամանակ, ուրեմն կողմ կամ դեմ քվեարկող։